Ողջույն բոլորին, ես Աշոտն եմ Dreamcar-ից, զբաղվում ենք էլեկտրամոբիլների վաճառքի կազմակերպմամբ, այսուհետ արդեն Հայաստանում։ Ուրախ եմ բոլորիդ հյուրընկալել մեր նոր գրասենյակում Գայի պողոտա 10 դրոպ 6 հասցեով։ Վերսկսում ենք մեր YouTube-յան թողարկումների շարքը, այսօր ուզում եմ խոսանք այս պայն ամենակննարկվող Mazda EZ60 նոր հրաշալի մեքենայի մասին։ Այդ մեքենան հնարավորություն եմ ունեցել տեսնելու անձամբ Գարնանը, Շանհայի ավտոշոուի ժամանակ, բայց այս թողարկման համար մեզ կօգնի մեր Չինաստանի գործընկերը։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ մենք սկսեցինք։ Mazda-ի տաղավարում ներկայացված է EZ60 կոնցեպտ քարը եւ անմիջապես կողքին արդեն սերիական մոդելը։ Տեսեք ինչ նման է սերիական մոդելը կոնցեպտ քարին։ Դա Mazda-ի առանձնահատկություններից մեկն է։ Շատ մեծ հետաքրքրություն կա Չինաստանում այս Mazda-ի նոր մեքենաների նկատմամբ։ Շատ ավելի ժամանակակից դիզայն ունի մեքենան, թե ներսում, թե արտաքին տեսքից։ Ամենայն հավանականությամբ կլինի թե էլեկտրական, թե հիբրիդային տարբերակները։ Սա եւս մեկ օրինակ է ճապոնական եւ չինական արտադրողների համատեղ աշխատանքի։ Mazda միավորվել է Chang'an-ի Deepal սուբրենդի հետ։ Այս մոդելները թողարկվում են Deepal-ի պլատֆորմների վրա, որի շնորհիվ մեքենաները ստացվում են թե շատ ավելի խելացի եւ թե շատ ավելի հագեցած, քան նույն ճապոնական Mazda-ները։ Սա EZ60-ի այլ երանգն է։ Փորձը ցույց է տվել, որ այս մեծ հետաքրքրությունը ուղիղ արտացոլվում է բրենդի վաճառքների վրա Չինաստան։ Այս մեքենաները մարդկանց հետաքրքիր են։ Չինացիները նույնպես ուրախ են տեսնել իրենց ծանոթ բրենդեր ել ավելի կատարելագործված վիճակում, եւ սրանով Mazda-ն եւ Toyota-ն ամրապնդում են իրենց դիրքերը Չինաստանում։ Mazda EZ6-ը արդեն հասցրեց սիրվել Հայաստանում։ Բոլոր մեքենաները, որ ներմուծել ենք մինչև այսօր, շփվելով սեփականատարների հետ, արձագանքները բացառապես դրական են։ Համար առաջինը մեքենայի կառավարելիությունը, որը որ հատուկ է բոլոր մնացած Mazda-ներին, ու այս մեքենայի առավելությունը համեմատած սովորական Mazda-ներին դա հագեցվածությունն է, ծրագրային ապահովումը ու հնարավորությունները։ Առաջին հայացքից Mazda EZ60-ը ստացվել է ել ավելի տեխնոլոգիական, ավելի հագեցված, ունի օպցիաներ, որոնք հասանելի չէին մինչ այդ մյուս մեքենաներում նույն չինական արտադրության։ Mazda EZ60-ը նախագծվել է Deepal S07, Հայաստանում բավականին պահանջված crossover-ի բազայի վրա։ Թե Deepal-ում, թե Mazda-ում տեխնոլոգիաները նույնն են, այսինքն հիբրիդային տարբերակում շարժիչը, որ 1.5 լիտրանոց է, ծառայում է միայն որպես գեներատոր։ Դրանով արդեն մաքսազերծումը դառնում է 15% այս պահին։ Էլեկտրական ռեժիմում քշվում է 200 կմ, իրական թվերը մոտ -30%։ Կարող է քշել միայն էլեկտրական կամ համակցված տարբերակներով։ Խոսալով կոմպլեկտացիաներից, Mazda EZ60-ը ունի 4 կոմպլեկտացիա՝ Air, Air+, Pro եւ Max։ Անկախ նրանից թե որ կոմպլեկտացիան եք ընտրում, բոլոր տարբերակներում հեռահարությունը նույնն է, այսինքն հիբրիդի դեպքում դա 200 կմ միայն էլեկտրական ռեժիմում, իսկ էլեկտրականի դեպքում 600 կմ։ Բոլոր տեղերում դիաուժերը հզորությունը նույնն է, այսինքն 255 դիաուժ կամ 190 կՎտ, այսինքն կոմպլեկտացիաների տարբերությունները հիմնականում հագեցվածության մասին է եւ օպցիաներ ընտրելու հնարավորության։ Եթե ընտրում եք հիբրիդային մեքենան, հասանելի է Air եւ Air+ տարբերակները, որոնք այս մեքենայի ամենադատարկ կոմպլեկտացիաներն են։ Այսինքն Air-ը ունի ենթադրենք սրահի լուսավորություն, լավ որակի աուդիո համակարգ, էլեկտրական բեռնախցիկ, էլեկտրական հայելիներ եւ այլն եւ այլն։ Air+-ը մի փոքր ավելի հագեցված է, բայց խորհուրդ եմ տալիս, եթե ընտրում եք նմանատիպ տեխնոլոգիական ոնց որ խելացի մեքենա, ցանկալի է դիտարկել Pro կամ Max տարբերակներ, այսինքն նախավերջին կամ ամենաբարձր կոմպլեկտացիաներով։ Եթե հավանել եք այս մեքենայի մանուշակագույն սրահը կամ 21 դյույմանոց անվայեցերը կամ հայելիների փոխարեն կամերաները, այդ բոլոր օպցիաները հասանելի են միայն Max տարբերակում, որպես հավելյալ օպցիա։ Այսինքն եթե ընտրում եք Pro տարբերակը, ուղղակի հնարավորություն չկա այդ օպցիաները ավելացնելու։ Խոսալով ամենաբարձր կոմպլեկտացիայի մասին, թե հիբրիդի եւ թե էլեկտրականի, Max-ը ունի ադապտիվ ամորտիզատորներ, այսինքն սովորական կախոսներ չեն։
Pro-ի դեպքում հնարավորություն կա ավելացնելու այդ օպցիան հավելյալ արժեքով։ Max-ի դեպքում արդեն ներառված է 23 դինամիկով բարձրակարգ աուդիո համակարգ Dolby Atmos էֆեկտով, արդեն իսկ կա այս պահին որպես ակցիա ներառված է 21 դյումանոց անվայեցերը, նաև կարողանում եք ավելացնել երկու հավելյալ օպցիա ամենաբարձր կոմպլեկտացիային, դա կամերաներն են, հայլիների փոխարեն, դա հիմնականում ինչքան որ ծանոթ եմ, ինչքան որ շփվել եմ մարդկանց հետ, ովքեր ունեն նման օպցիաներ մեքենայի վրա, սովորության հարց է, հիմնական խնդիրը որ դա լուծում է, դա գիշերը կամ վատ եղանակի պայմաններում, օրինակ անձրևի ժամանակ ավելի լավ տեսանելիությունն է, բայց բնական է ամեն մարդ չի կարող հարմարվել, դրա համար պետք է հստակ որոշեք, ձեզ պետք է այդ օպցիան թե չէ, այդ օպցիայի արժեքը մոտ $800 է։ Հաջորդ օպցիան, որ կարելի է ավելացնել ամենաբարձր կոմպլեկտացիային, դա 3D պրոյեկցիան է, ավելի լայն, ավելի 3D էֆեկտով, որովհետև սովորական կոմպլեկտացիաներում արդեն իսկ կա պրոյեկցիա։ Սա ավելի տեխնոլոգիական, ավելի վիզուալ գեղեցիկ տարբերակն է։ Ու դրա հետ միասին գալիս է նաև հետևի նստատեղերի հովացումը եւ տաքացումը, այսինքն սովորական տարբերակը մեքենայի ունի արջևի նստատեղերի հովացում եւ տաքացում, Max տարբերակում հասանելի է արջևի երկու նստատեղերի zero gravity ֆունկցիան եւ մերսում, իսկ հավելյալ օպցիան, որը ներառում է 3D պրոյեկցիան եւ հետևի նստատեղերի հովացում տաքացումը, դա արդեն վճռովի օպցիա է։ Easy 6-ի սրահը բավականին որակյալ է, ստեղ օգտագործված է ալկանտարա, նապա տեխնոլոգիայով կաշի, որոշ հատվածներում պլաստիկ էլեմենտներ, բայց ընդհանուր ավանդական Mazda-ներից մի գլուխ ավելի բարձր է։ Easy 60-ում էլ ավելի առաջ են գնացել, օգտագործվում է 23 դյույմանոց մեծ էկրան, 5K որակի, նստատեղերը ամբողջությամբ կաշեպատ են, երկու տարբեր գույներով, բարձր կոմպլեկտացիայում նստատեղերի մեջ կան ներկառուցված բարձրախոսներ, դիմացի երկու նստատեղեր ունեն zero gravity, ի տարբերություն այս մեքենայի, արդեն կա հնարավորություն հետևի նստողների համար ավելացնել հովացում եւ տաքացում, կա նոր սերնդի պրոյեկցիա 3D էֆեկտով։ Easy 6-ը ու Easy 60-ը ունեն գրեթե նույն արժեքը։ Մենք սովոր ենք, որ crossover-ները ավելի թանկ են լինում, բայց սա բացառություն է։ Easy 6-ում, ինչպես տեսնում եք, արդեն տեղադրված է ռուսերեն մենյու, տեղադրված են բոլոր ծրագրերը, Yandex, YouTube եւ մնացածը, ակտիվացրած է master account-ը եւ այդ նույն աշխատանքները հնարավոր է անել Easy 60-ում, քանի որ նույն սիստեման է։ Մեքենան հասանելի է 8 տարբեր երանգներով, ինչպես եւ Easy 6-ը։ 8-ից միայն 3-ը անվճար գույներն են, դա մանուշակագույնը, սևը եւ սպիտակը։ Արդեն մուգ մոխրագույնը, նարդոգրե սև տանիքով, բաց կապույտը սև տանիքով, կարմիրը սև տանիքով եւ սպիտակը սև տանիքով հավելյալ օպցիաներ են, արժեքը $300, իսկ կարմիրի դեպքում $400։ Եթե չեք ընտրում ամենաբարձր կոմպլեկտացիան, արդեն սրահի գույնը միայն մեկն է, որը որ բեժ գույնն է, բայց մտածված է այնպես, որ թե ղեկնասև, թե որոշ դետալներ, որոնք ձեռքով կպնում ես, էլի սև գույնով է իրականացված ու այդքան խնդիր չի լինի խնամքի հետ կապված։ Նաև հետևելով տարբեր բլոգերներին, обзорներին, բարձր դառնում, որ 21 դյույմանոց անվայեցերը բավականին չորություն են տալիս մեքենային։ Մեքենան արդեն իսկ ունի Mazda-ին հատուկ այդ ձիգ կախոսները ու լավ կառավարելիությունը, պլյուս 21 դյույմանոց անվայեցերը դրանք ավելի շատ են շեշտադրում, բայց եթե դուք ավելի շատ նախապատվությունը տալիս եք վարելու փափկությանը, քան արտաքին տեսքին, կարող եք թողել հենց 19 դյույմանոց անվայեցերը Pro տարբերակով։ Այս մեքենան առաջին Չինաստանի շուկայում արտադրված արտասահմանյան բրենդի մեքենան է, ինչքան որ ես հասցրել եմ շուկան ուսումնասիրել, որը գնային առումով կամ հավասար է, կամ նույնիսկ ավելի մատչելի է, քան չինական բրենդի մրցակիցները։ Այսինքն մենք ականատես ենք լինում ինչ է անում մրցակցությունը, եւ մի քանի տարի առաջ անհամեմատ էին ուղղակի, օրինակ Toyota-ի եւ Չինաստանի բրենդերի էլեկտրոմոբիլները իրենց հագեցվածությամբ եւ մատերիալների որակով, իսկ հիմա արդեն ունենք նմանատիպ մեքենա, որի ուղիղ մրցակիցը օրինակ Deepal S07-ը գնով գրեթե չի տարբերվում, այսինքն չինական բրենդերը հասցրել են արդեն իրանց լավագույն կողմից դրսևորել ու արդեն խնդիր չունեն էժան գնի շնորհիվ հաճախորդներ տանելու։ Դրա համար սա կարծում եմ առաջին քայլերից է Չինաստանի շուկայում այս պահին, որ տեսնում ենք թե ինչպես է մրցակցությունը հավասարացնում տարբեր արտադրողների առաջարկած մեքենաների որակը։ Այս մեքենան բավականին արագ է արտադրվում, տրված է 1-ից 3 շաբաթ, բայց ելնելով մեր փորձից մենք նախատեսում ենք 20-ից 30 օր արտադրության համար, դրան գումարած 2 ամիս մինչև Հայաստան փոխադրումը։ Մեքենայի արժեքը հիբրիդային տարբերակի դեպքում սկսվում է $24,000-ից բոլոր ծախսերով Երևանում,
Իսկ օրինակ էլեկտրական տարբերակը բոլոր օպցիաներով, վճարովի գույնով, master account-ի ու անգլերեն լեզվի ակտիվացմամբ Հայաստանում կլինի $33,500։ Պատվիրելու կամ այլ հարցերի համար կարող եք զանգահարել կամ այցելել մեր գրասենյակ Գայի պողոտա 10/6 հասցեով։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր ալիքին, անպայման բաժանորդագրվեք եւ սպասեք այլ ավելի հետաքրքիր վիդեոների։ Լավ եղեք։